Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ճանապարհը ո՞րն է ձեզ։ Ես նորից պնդում եմ, որ impeachment-ը այն ճանապարհներից մեկն է, որով կարելի է հասնել։ Բավականին ուժեր այս ընթացքում հավակնություններ են ներկայացրել, հայտարարություններ են արել, շարժումներ, process-ները սկսելու մասին։ Հիմա տեսնենք, այս ուժերը վերջի մի բանը սկսելու են, թե այս ուժերի գլխավոր թիրախը այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն է։ Ես դաշնակցության մասով ասեմ, գիշեր ցերեկ Հայաստանի մարզերից սկսած վերջացրած տեղից լուրջ նախապատրաստական աշխատանք են անում մեր բացերը, բաց թողումները, այն բոլոր սխալները, թերությունները, որ ունեցել ենք, դրանք շտկելու, մեր ուժերը ամրապնդելու, որ երբ որ դուրս գանք փողոց, գոնե այս անգամ վերջնական արդյունք ունենանք։ Այս պահին ձեզ բոլորին հրավիրում եմ վաղվա ջայրով երթին, որովհետև շատ կարևոր է, շատ անհրաժեշտ է մեր ժողովրդի միասնական մասնակցությունը երթին։ Դա պատասխան կլինի այսօրվա ուրացման քաղաքականություն վարող օրվա իշխանությանը եւ մեր թշնամի պետություններին, որ մենք մեր դատի տերն ենք, մեր պահանջատիրությունից ու հայ ժողովրդի հավաքական իրավունքներից չենք հրաժարվել, պայքարելու ենք դրա համար, այնքան մինչեւ հասնենք վերջնական արդարության վերականգնման։ Ցեղասպանությունը ժխտողներից ոչ մեկին թույլ չեն տալու ծիծեռնակաբերդ մտնել, դուք այդ կոչերի համակարգիչ եք թե չէ։ Ես ընդհանրապես համակարծիք եմ, բայց վաղը մենք պլանավորում ենք շատ ավելի մասշտաբային նախորդ տարիներից ավելի մեծ քանակությամբ տեսել եք բավականին մեծ աշխատանք արվել մեր պահանջատիրության երթը իրականացնել։ Իսկ նախագծի վերաբերյալ պարոն Սաղաթելյան, ես լավ չհասկացա ինչով է տարբերվելու ձեր վերած նախագիծը, ինչ է առաջարկում, ինչ շփոթեցեք։ Շատ հստակ է նախագծով, որ մենք քերական պատասխանատվություն ենք նախատեսում ցեղասպանության փաստը ժխտողների ուրացման, նվաստացման դեմ։ Մինչև հիմա մեր օրենսդրությամբ կոնկրետ պատիժներ չի սահմանվում դրա համար, հենց այս օրենքի բուն նպատակը առաջկա օրերին ավելի կմանրամասնենք։ Շնորհակալ եմ։